Ողջույն սիրելի հայրենակիցներ, հեռավար կապով ես շարունակում եմ իմ հարցազրույցները հայտնի մեր գործիչների, մտավորականների հետ։ Այսօր հետաքրքիր մի անձ է իմ հյուրը հրավերս ընդունել է պատմաբան Արեգ Սավգուլյանը։ Ողջունում եմ ձեզ, պարոն Սավգուլյան, եւ շնորհակալ եմ հրավերս ընդունման համար։ Մենք եթերում ենք։ Շնորհակալություն եմ հայտնում։ Պարոն Սավգուլյան, դուք հանդես եք եկել մի տեսանյութով, որտեղ արդարացիորեն դատապարտում եք այս իշխանությունների ապօրինի, հակազգային, ինչպես նաև դուք եք ասում, այս ապօրինի արշավը, եւ որը ուղղված է հայ առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։ Եվ դա շատ գովելի է, որ մեր մտավորականները, ես նկատում եմ, այսպես կարծես այսպես իրար հետևից մեր մտավորականները հանդես են գալիս, դա շատ ուրախալի փաստ է, բայց մի տխուր այսպես փաստով պիտի նաև սկսենք այսօրվա մտահոգիչ, կարելի ասել, մի լուրով ելույթ է ունեցել հանրային հեռուստատեսության եթերում մի անձնավորություն, որը վաստակավոր արտիստ է համարվում, Պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի մասին է խոսքս, ամբողջ սոցցանցերը պայթում են նրա արած հայտարարությունից, ես կրկնում եմ հանրայինի եթերով է նա ասել բաներ, ուղղակի ոչ վայել հայ մտավորականին, առավել ևս վաստակավոր համարվող արտիստին, տեսեք ինչ է ասում է, դե 2 տարին շատ էր Միքայել Սրբազանին տալու համար, դատապարտման համար, փոխարենը կարելի էր Իրանից վերցնել մի այդպես պատժիչ մի միջոց եւ մի 20-30 հատ ճիպոտա հարել եւ ամեն ինչ նորմալ կլինի իր ամբաղ-զամբաղ խոսքերի համար։ Խոսքը Միքայել Սրբազանի հայտարարության հետ կապված նա համարում է, որ մեր հայտնի մեր հզոր հոգևորականը ամբաղ-զամբաղ խոսել է, որի համար նրան պետք էր ճիպոտահարել։ Եվ այս մարդը համարվում է վաստակավոր արտիստ Հայաստանի։ Իհարկե մենք գործ ունենք պալատական մտավորականի հետ եւ ես այն համոզման եմ, որ հենց այս տեսակն է ցավոք սրտի, որ դարձել է այսօր Նիկոլ Փաշինյանի հենարանը։ Ձեր խոսքը կխնդրեի, եթե կուզեք արտահայտվել այս երևույթի առնչությամբ, որովհետև ինչպես ասացի, ամբողջ Facebook-ը պայթում է այս մարդու արած ցինիկ, ես կարող եմ ասել, ուրիշ բառ չեմ կարող գտնել արտահայտություններից։ Խնդրեմ, լսում ենք ձեզ, պարոն Սավգուլյան։ Կոնկրետ այս դեպքը չմասնավորեցնելով նշեմ, որ ինքը միակը չի, եւս մի շարք մտավորականներ, եկեղեցիական հայտնի գործիչներ այսօր լծվել են հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ պայքարի ճակերտյալ, այսպես ասած, ընտրաշավում եւ մեկը մեկին հերթ չտալով ամեն կերպ փորձում են պախարակել եկեղեցին։ Իհարկե այս պայքարը միտումնավոր առումով նրանք համարում են որպես եկեղեցու մաքրագործման արշավ, արարողություն, սակայն այն մարդիկ, որոնք ներկայանում են եկեղեցին մաքրելու, այսպես ասած, հանձնարարությամբ, իրենք առաջին հերթին իրենց անձնական վարքից սկսած պետքա հետևեն եւ անկախ այն հանգամանքից մենք այսօր կանդրադառնանք, որ դա հատկապես չի մտնում այսօրվա իշխանական խունտայի պաշտոնական լիազորությունների մեջ, որտեղ իրենք գերազանցում են իրենց տրված լիազորությունները եւ Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ։ Իսկ ինչ վերաբերում է անհատական մտավորականներին, ինչ ասեմ, ձեր նշած մտավորականը հավանաբար կյանքի ողջ մասը անցկացրել է տիկնիկայինում խամաջիկների հետ եւ իրականությունից կտրվել է եւ կոնկրետ ինչ վերաբերում է Սրբազան Միքայել Աչապահյանին, ես անձամբ նրան բարձր եմ գնահատում ոչ միայն որպես հոգևորականի, այլև ազգային մեծ մտավորականի, Այո, որը ի տարբերություն շատ շատերի, թե եկեղեցում, թե բուհերում, թե մշակութային տարբեր օջախներում, շատ դեպքերում մարդիկ խուսափում են ճշմարտությունը բարձրաձայնելուց։
Ես կարող եմ ասել, որ նա մեր ժամանակի այն մարդկանցից է, որ նրա բերանով այսօր աղաղակում է այն ճշմարտությունը, որ սկսվել է Շակերտյա խաչակրաց արշավ ոչ միայն եկեղեցու, այլև հայ ազգային ինքնության արժեհամակարգի դեմ։ Եվ այդ դիրքերից է հանդես գալիս Սրբազանը Միքայել Հակոբյան։ Ինչն էլ շատերի Եվ դուր նրա չի գալիս։ Եվ նրա բոլոր բարձրացած խնդիրները վերաբերվում են ոչ միայն այս կառավարության գործունեության ժամանակաշրջանի, այլ նա բազմաթիվ անգամ բարձրաձայնել է, եթե որևէ խնդիր եղել է, թե Լևոն Տեր-Պետրոսյանի, թե Ռոբերտ Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակաշրջանում, բայց այս մարդիկ անկախ այն հանգամանքից ինչ որակումներ տալիս են այդ նախագահներին, երբեք այս անձնավորությանը ոչ բանտարկել են, ոչ էլ զնդանել են, ոչ էլ այդպիսի շինծու եւ անհիմն մեղադրանքներ են ներկայացրել։ Եվ այս առումով պատահական չի, որ նրա ուղղությամբ առանձնահատուկ վերաբերմունք է այս հակաեկեղեցիական արշավում, որովհետև նա հայ առաքելական եկեղեցու մտավոր հենասյուններից, եթե չասեմ ամենագլխավորն է, ապա ամենագլխավորներից մեկն է, որովհետև եզակի անձնավորություն։ Եվ նրանք հենց հարվածում են մեր եկեղեցուն հարվածելով, նաև այս անձանց են հարվածում, այո։ Մտավորականներին ընդհանրապես գիտեմ կա խղճի, կրոնի, խոսքի ազատություն, բայց խոսքի ազատությունը դա չի նշանակում ցինիզմ, խոսքի ազատությունը չի նշանակում նաև ստրկամտություն։ Եվ նույնիսկ եթե մարդիկ հայտ են ներկայացնում անդամագրվելու պալատական մտավորականության, ինչպես իրավամբ դուք նշեցիք, դա ոչ ոքի իրավունք չի տալիս նման զուգահեռներ անցկացնել։ Եվ ելի ասում եմ, ամեն ոք պետք է առաջինը սկսի իրենից։ Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ եկեղեցու դեմ արշավին, հիմա ես կարծում եմ հարցով անցնենք առաջ, այո, հատուկ ուզում եմ այսօր ձեզ հետ խոսել հենց վարչախմբի հակաեկեղեցական արշավին մասին, դուք ձեր խոսքում եւս ասացիք, ես հիմա վերահստատեմ, այո, Նիկոլ Փաշինյանը դրա անունը դրել է եկեղեցու բարեփոխում եւ իրականում նա փաստորեն լծվել է եկեղեցու քանդման գործին, կաթողիկոսի հեռացման գործին, պահանջում է հեռացում եւ դա ի դեպ անում է իր շուրջը համախմբված մի քանի այդ եկեղեցուն դավաճանած տիրադավների ձեռքով, ովքեր ունեն բավական սև անցյալ եւ հիմա մենք շարք ենք տալիս, թե ովքեր են այն հոգեվորականները, որ կանգնած են Նիկոլ Փաշինյանի կողքին, սարսափելի պատկեր է բացվում, հավանաբար վախենալով եւ կոմպրոմատներ կան Նիկոլ Փաշինյանի ձեռքին վստահաբար, այդ մենք գիտենք լրագրողներս ոնց կարող է Նիկոլ Փաշինյանը չիմանալ եւ ավելին գիտի, թե միլիոնների թալանի հետ կապված, թե իրենց տարօրինակ սեռական բարքի ու բարքի հետ կապված եւ այս տեսակ մարդիկ լավ է որ զտվում են, մաքրվում են, հեռանում են մեր եկեղեցուց, բայց փաստն այն է որ իրենք են կանգնած մեր Նիկոլ Փաշինյանի կողքին եւ իրենք են հարվածում հենց եկեղեցուն, պահանջելով իրենց ձեռքով Փաշինյանը պահանջում է կաթողիկոսի հեռացում եւ այսօր խոսում էր ճանապարհային մի քարտեզի մասին, ասում է որ երկրորդ քայլն էլ պետք է լինի եկեղեցու կանոնակարգի ընդունումը։ Հիմա ես ուզում եմ այսպես հարց տալ, հա, դա եւ իրավական հարց է, դե եւ բարոյական հարց է, եւ նաեւ ամեն քաղաքացուս համար, ամեն հայ քրիստոնյայի համար կարեւոր հարց է։ Ինչ իրավունք ունի երկրի վարչապետը այս ձևով խառնվելու մեր եկեղեցու կարևոր գործերին, որտեղ եկեղեցին եւ պետությունը լավ գիտենք, տարանջատված է նաեւ սահմանադրորեն։ Ինչ իրավունքով է նա դնում կաթողիկոսի հեռացման հարց եւ մենք ինչ պիտի անենք։ Պարոն Սաբգոլյան, ինձ համար շատ կարեւոր է նաեւ հասկանալ մենք հավատացյալ հայ ժողովուրդը ինչ պետք է անի այս ինքնակոչի քայլերին դեմ գնալու եւ սրան զսպելու համար։ Լսում եմ ձեզ։ Գիտեք, ձեր հարցը բավականին բովանդակալից է եւ ենթադրում է պատասխաններ մի շարք դիտանկյուններից կամ ասպեկտներից ելնելով։ Այսինքն փորձենք քայլ առ քայլ վերլուծել։ Ինչ օրակարգ է սպասարկում այսօր հակաեկեղեցիական արշավ։ Դա բնականաբար չի կարող սպասարկել ներքին ազգային օրակարգ։
Եթե դա սպասարկելու լիներ ներքին ազգային օրակարգ, սա նման աղմուկով չէր լինի։ Եվ ինչպես պետությունը զորավիգ է եկեղեցին պետությանը, եւ իդեմս եկեղեցու կաթողիկոսը, եւ իդեմս իշխանությունների ընդունենք վարչապետը կամ նախագահ, որը սահմանադրությամբ համարվում է պետության գլուխը, կարող են նստել, քննարկել, որ կան խնդիրներ, որոնք հասարակությանը հուզում են, եւ դա մեր աչքից պիտի լիներ անտեսանելի։ Եթե իրականում մարդիկ հետաքրքրված են, որ եկեղեցին պետք է սկսի ներքին բարենորոգումների կամ ինքնամաքրման արժան։ Հարցի մյուս կողմն է, իշխանության խունտան արդյոք ունի բարոյական այն արժեհամակարգը, որպեսզի եկեղեցուց պահանջի այդ բարենորոգումները։ Ինչ է արել այս իշխանությունը, որ այդպիսի պահանջ է ներկայացնում իշխանության։ Արցախն ազատագրել, Արևմտյան Հայաստանն հետ բերել, Հայաստանի Հանրապետության սոցիալական, տնտեսական, մշակութային, քաղաքակրթական, ինովացիոն ոլորտներում գերտիեզերական հաջողություններ արձանագրել, ինչ է արել։ Այս իշխանությունը այս ընթացքում հանձնել է հայրենիքի 1/3-ը, կրկնապատկել է 100%-ով պետական պարտքը, մոտ 8 միլիարդ, եւ ցինիկաբար հիմնավորում են, որ դրան զենք են առել, եւ միևնույն ժամանակ իրանք խաղաղության օրակարգ են հռչակում, բայց այս հարցին կանդրադառնամ, այսինքն համ զինվում ես, համ խաղաղության օրակարգ ես հռչակում, համ իրական Հայաստանի հայեցակարգ ես ընդունում, որտեղ խոսում ես, որ պատերազմի քարոզչություն չի լինելու։ Իրանց կողմից ընթանում է խառը հիբրիդային պատերազմ ազգային ինքնության արժեհամակարգի ուղղությամբ, որի մեջ մտնում է եկեղեցին։ Այսինքն քաղաքական մասը ունի երկու կոմպոնենտ՝ ներքաղաքական եւ արտաքին քաղաքական։ Արտաքին քաղաքականը շատ վերլուծաբաններ կապում են Փաշազադեի, Ալաշաքյուր Փաշազադեի կովկասյան այդ կրոնական գործերով պատասխանատու ասեմ, առաջնորդ ասեմ, այն հայտարարության հետ, որ հայ առաքելական եկեղեցին վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար կամ այլ կրոնական կազմակերպությունների համար, վերցնենք ենթատեքստ։ Հայ առաքելական եկեղեցին իր ամրությամբ, հզորությամբ, ավանդույթներով խորհրդանշում է հայոց ազգի հիշողության գրադարան։ Իսկ իրանք ուզում են վառեն այդ գրադարանը։ Շատ պարզ խնդիր են դնում։ Հիմա անցնենք հայեցակարգային հարթությանը։ Այս ամեն ինչը, այս քարոզարշավը իր բոլոր մանիպուլյացիաներով հանդերձ իր հետաքրքիր, ասեմ, ճակերտյալ արտահայտությունն է ստացել իրական Հայաստանի գեղագիտական հայեցակարգ կոչվող մի փաստաթղթում, որը շրջանառության մեջ է դրվել։ Եվ այս փաստաթղթում ինչ է ասվում։ Երկու հիմնարար արժեք է առաջ բերվում։ Առաջինը դա խաղաղությունն է, այսինքն հասարակության բոլոր ոլորտներում մշակույթի, քանդակագործության, կինոարվեստի եւ այլնի միջոցով պետք է քարոզվի միայն խաղաղասիրություն, խաղաղապաշտություն։ Արտաքուց բավականին շատ դրական գաղափար է, որովհետև դա համընկնում է նաև Հայաստանի Հանրապետության իշխանությունների արտաքին օրակարգի հետ, տարածաշրջանում քարոզել խաղաղություն, բարի դրացիական հարաբերություններ հաստատել բոլոր հարևանների հետ եւ այդպիսով նպաստել նաև Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման։ Բայց նրան երկու այլ խնդիրներ է բացահայտվում։ Այսինքն, եթե դու խաղաղություն ես քարոզում եւ նույն հայեցակարգում նշում ես, որ տարիներ շարունակ պատերազմական քարոզարշավ է գնացել, որ սերունդներին սխալ են դաստիարակել, մի խոսքով։ Այսինքն դու շատ դիպուկ ձևով շրջանցում ես այն հայրենասիրական գաղափարները, որոնք կարող են մարմնավորվել ֆիլմերում, քանդակներում եւ այլն։ Բացի այդ, հստակ նշվում է այդ գաղափարախոսության, ասեմ, կամ այդ հայեցակարգի մեջ, որ պետականորեն ֆինանսավորվելու են միայն այն ծրագրերը, որոնք արտահայտում են Հայաստանի Հանրապետության
պետական տարածքում գտնվող օրինակ Լեռնաշխարհի մասին, որը գտնվում է Լեռան մասին, Դիցուք Արագած Լեռան մասին։ Այսինքն, եթե դուք օրինակի համար ֆիլմ նկարեք Արարատ սարի վերաբերյալ, դա պետությունը չի արգելի, բայց ինքը չի ֆինանսավորել։ Եթե դուք օրինակ ֆիլմ նկարեք Վանա լճի, Սասունի, չգիտեմ, Զեյթունի ապստամբության վերաբերյալ, պետությունը դա չի ֆինանսավորել։ Եվ այս պարագայում անցնում ենք մի այլ գաղափարի։ Հայրենիք գաղափարը այս հայեցակարգում, որը հեղինակել է այս կառավարությունը, արտահայտվում է եւ նույնացվում է պետության հետ։ Դուք չեք գտնի որևէ պետություն, որտեղ կոնկրետ հայրենիքը ունի կոնկրետ սահմաններ։ Չկա նման բան։ Հայրենիքը դա գաղափար է, վերացարկված կարելի ասել հոգևոր գաղափար է եւ յուրաքանչյուրս յուրովի է պատկերացնում հայրենիք հասկացությունը։ Դուք հիմա Սփյուռքի ցեղասպանությունից մազապուրց փախած Վանեցու ժառանգներին, օրինակի համար, բացատրեք, որ այդ հայրենիք հասկացության մեջ Վանը չի մտնում, Սասունը չի մտնում, Զեյթունը չի մտնում, Արցախցուն բացատրեք, որ հայրենիք գաղափարի մեջ Արցախը չի մտնում, Ստեփանակերտը չի մտնում, Դժգույն իրենց հռչակած Շուշին չի մտնում։ Այսինքն ինչ են անում, հայրենիքից սարքում են արհեստական զսպաշապիկ եւ այդ զսպաշապիկը հարմարեցնում են պետական մարմնի հետ։ Եվ այս կտրվածքում իրանք դուրս են թողում ոչ միայն Արևմտյան Հայաստանի, Արցախի վերաբերյալ գաղափարները, այլ նրանք դուրս են թողում Սփյուռքին։ Իդեպ այս իրական Հայաստանի հայեցակարգի մեջ Սփյուռքի մասին միտող չկա, բառը չկա Սփյուռքի, Սփյուռք տերմինը չկա։ Եվ բազմիցս կառավարության գլուխը, վարչապետը Սփյուռքում վերջերս նաև Ստամբուլում, ասաց, որ իհարկե կես կատակ կես լուրջ տվեց, արտահայտվեց, հումորի տվեց, բայց ասաց եկել եմ ասել, որ ին վրա հույս չտնեք։ Ես ձեր վարչապետը չեմ, ես ձեր ղեկավարը չեմ։ Բայց կաթողիկոսը եթե Տիտղոսին ուշադրություն դարձնի, համարվում է ամենայն հայոց կաթողիկոս։ Այո։ Եթե Հայաստանի Հանրապետության վարչապետը թեկուզ եւ պաշտոնապես կամ Հայաստանի Հանրապետության նախագահը չի կրում ամենայն հայոց նախագահի կամ իրենք չեն կրում նաեւ ամենայն հայոց վարչապետի Տիտղոսը կամ պաշտոնը, դա չի նշանակում, որ դու պետք է հրաժարվես Սփյուռքում ապրող քո քաղաքացիներից, որովհետև կա ձևավորված նաև նոր Սփյուռք եւ այդ նոր Սփյուռքի քաղաքացիները երկքաղաքացիները նաև հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Այսինքն վարչապետը իր հանդիպումներում դրսում իր հետ գալիս են հանդիպելու նաև այսպես ասած, չեմ ուզում տարաբաժանել, բայց նոր Սփյուռքի ներկայացուցիչներ, այսինքն 91 թվականից ի վեր Հայաստանից դուրս արտագաղթած մարդիկ, որոնք նաև երկքաղաքացի են եւ ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ինքը այդ մարդկանց ասում է ես ձեր վարչապետը չեմ, արդեն ինքը սխալ է ասում, որտեղ այդ մարդիկ նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, բայց իր մեսիջը ուղղված է Սփյուռքին։ Հայաստանը իդեմը Սփյուռքի ունի աշխարհում ամենահզոր դաշնակցին, ոչ Ռուսաստանը, ոչ ապագայում իրենց կողմից հորդորված Թուրքիան այդ բացը չեն կարող լրացնել, որովհետև նա ազգային դաշնակից է, նա արյունակից դաշնակից է, իսկ այս հայեցակարգով հստակ սեպ է խրվում հայրենիքի, արդեն պետության եւ Սփյուռքի միջև, եւ հստակ ասում է, որ մենք ձեր նկատմամբ որևէ պարտավորվածություն չունենք։ Հիմա այս հայեցակարգը, որը իրանք ընդունել են եւ քիչ-քիչ կփորձեն զարգացնել, նպատակը հետեւյալն է. գնանք դեպի արտաքին օրակարգ։ Ունենալ մի Հայաստան, որտեղ ապրում է մի հասարակություն, որը չունի ընդհանրապես որևէ կրոնական, ազգային հայրենասիրական հավակնություններ, եւ ընդհանրապես այդ ժողովուրդը կարող է ապրել իրենց բնորոշմամբ այստեղ հաց, այստեղ կացի գաղափարախոսության։ Այսինքն ամբողջ արժեհամակարգը փորձ է արվում կտրել իր պատմական արմատներից եւ զետեղել մի արհեստական տարայի մեջ, որի պատմությունը սկսվում է
2018 թվականի Թավշյա կեղծ իշխանափոխություն ասեմ, հեղափոխություն ասեմ եւ այլն, փոփոխությունի։ Ավելին, քանի որ ծանր հատված կա 2020 թվականին կորցրել են, դա արդեն գալիս է 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, երբ որ նշանավոր կապիտուլյացիայի պայմանագիրը ստորագրվեց։ Ահա այս մեկնարկը նաև իմ կարծիքով եկեղեցու դեմ պայքարի մետաստազները գալիս են հենց այս կապիտուլյացիոն պայմանագրից։ Այո, Արցախի կորստից սկսվեց։ Որովհետև հիմնական խնդիրը Արցախների սկզբան է, եւ այս իշխանությունները առաջնորդվեցին բեռնաթափման քաղաքականությամբ, այսինքն Արցախը հանձնենք, ապրենք խաղաղ ու հանգիստ, բայց պարզվեց, որ դրանով ոչինչ չի ավարտվում, այլ ընդհակառակը սկսվում է։ Լավ, եթե դուք խաղաղության նույն քարոզարշավը տանում եք, այսօր Ադրբեջանը տանում է արևմտյան Ադրբեջան հասկացության քարոզը, որը շատ հետաքրքիր առումով ընդգրկում է Հայաստանի Հանրապետության ներկայիս տարածքը։ Այսինքն դուք ուզում եք խաղաղություն կնքել մի պետության հետ, որը համարում է, որ Սևանը դա Իլիչն է, որ Երևանը դա Երևանն է, որ Զանգեզուրը իր պետության անկախտելի մասն է, եւ այս հիմքի վրա դուք փորձում եք հասարակությանը թմրեցնել, հիպնոզացնել, խաղաղության գաղափարներով, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ մեր հասարակությունը հակված չէ պատերազմելու։ Ընդհանրապես ոչ մի հասարակություն հակված չէ, բայց հասարակության մեջ ներքին անվտանգության զգացողությունը բթացնել, դա արդեն կարելի ասել, որ կոնկրետ ինչի՞ չէ, կարելի է որակել նաև պետական հանցագործություն։ Այսինքն, եթե վաղը սկսվի պատերազմ եւ ժողովուրդը ասի չէ, մենք խաղաղության գաղափարախոսության մատրիցայի մեջ ենք, ու այս ժողովուրդը շոկի մեջ է հայտնվելու, ոնց թե պատերազմ։ Չէ՞ որ օրինակ տարիներ շարունակ մեզ ասում են խաղաղություն։ Ուր է այդ խաղաղությունը։ Այս նույն Ասավգրան, եթե կարելի է այստեղ մեկ հարց, եթե կարելի է, այս ձեր ասածը շատ կարևոր էր, ես հարցով ուզում եմ նաև շարունակելի դարձնել։ Վերջերս հենց Գերմանիայում եղած ժամանակ, երբ որ նա հարցազրույց նաև բարեց, հետո հանդիպումներից հետո հայ լրագրողների հետ, ասաց Ղարաբաղի վերադարձը իրատեսական չէ, եւ ասաց ես վաղուց եմ ասել, որ Ղարաբաղի շարժումը ավարտված է, եւ հետո ասաց հետեւյալը, որ ես առաջարկել եմ Ադրբեջանին հետեւյալ ճանապարհ առաջարկում եմ, ասեց, հենց այս պահին ասեց առաջարկում եմ ճանապարհային քարտեզ, համաձայն որի իրենք պետք է դադարեցնեն արևմտյան Ադրբեջան այդ եզրույթը օգտագործել եւ առհասարակ այդ գաղափարախոսության ուղղությամբ աշխատել, մենք էլ դադարեցնում ենք Ղարաբաղ վերադարձի թեման։ Հավասարապես, այսինքն ինքը նույն հարթության մեջ դրեց արևմտյան Ադրբեջան կոչված այդ ցնդաբանությունը, որ մոգոլել է Ադրբեջանը Հայաստան ուղակի կլանելու համար, Արցախ աշխարհի հետ, Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հետ դրեց նույն հարթության մեջ եւ հայտարարեց, եթե մենք սա ընդունի թող Ադրբեջանը սա եւ մենք գնում ենք խաղաղության եւ հետո հայտարարեց, եթե սա մենք չընդունենք եւ անընդհատ խոսենք վերադարձի գաղափարի մասին, ինչի եւ հողում արեց, որ վերջերս Արցախի ներկայացությունում տեղեր ունեցել նման քննարկում, ասած դա շատ վտանգավոր է, մեր խաղաղությունը դա վտանգելու է, դուք պատերազմի եք տանում։ Ես կուզեմ այս սրան անդրադառնանք, վերադարձի թեման էլ է փակում, Արցախի թեման իհարկե բնականաբար այլևս փակեց, Մինսկի խումբը այնտեղ փակեց, ամեն կերպ եւ դրա անունը դնում է խաղաղություն։ Խաղաղություն, սա ամենավտանգավորն է, ինչով նա գնում է ընդառաջ 2026-ի ընտրություններին, հայտարարելով ուզում եք խաղաղություն, ինձ ընտրեք։ Ես կառաջարկեմ նաև անդրադառնանք սրա այս հայտարարությանը Փաշինյանի, որ հնչեցրեց Ալիևին, ճանապարհային նոր քարտեզ է առաջարկում, խնդրեմ։ Գիտեք, շատ մի կարևոր հարց կա։ Եթե խորքային նայենք, ոչ խաղաղությունը, ոչ պատերազմը Հայաստանի Հանրապետության ներկա կառավարությունից կախված չի։ Այսինքն, այս ժամանակահատվածում 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո անցել է մոտավորապես չէ, արդեն 5 տարի։ 5 տարվա մեջ
մենք Ադրբեջանի հետ չունենք հստակ խաղաղության պայմանագիր։ Եվ այս առանցքի շուրջ հայկական կողմը ինչքան զիջումների է գնացել, որոնց մի մասը արդեն դուք նշեցիք։ Սահմանազատումը, որը այսօր մեր պետության ամենակարևորագույն հարցը, հետին պլան է մղվել, ամբողջ օրը քննարկվում է եկեղեցիական բարքեր։ Սոցիալական իրավիճակը, որը պետության ամենակարևորագույն խնդիրներից մեկն է, Հայաստանի Հանրապետությունում 700,000 մարդ պաշտոնական տվյալներով աղքատ է։ 700,000 մարդ։ Բայց էլի խնդիրը գնում է այդ կեղծ խաղաղության օրակարգի շուրջ։ Հիմա մեր իշխանությունները ասում են, որ մենք սահմանադրություն չենք փոխելու։ Ասում են, որ Ադրբեջանը պետք է իր այդ պատերազմական խոսույթը փոխի եւ այլն եւ այլն։ Բայց զուգահեռ Հայաստանի Հանրապետության բնակչությանը նախապատրաստում են լրիվ ուրիշ բանի։ Ես արդեն երկար ժամանակ է դադարել եմ իրենց հայտարարություններին վստահությամբ վերաբերվելուց։ Երբ որ Ադրբեջանը խոսում է Արևմտյան Ադրբեջանի, օրինակ նույն նախագահը Իլհամ Ալիևը խոսում է Ադրբեջանի հավաքությունների մասին, խոսում է 300,000 փախստականների վերադարձի մասին, իդեպ իրենց նույն Փաշազադեն որոշում են ընդունել այսպես ասած Արևմտյան Ադրբեջանում իրենց հոգևոր թեմը վերականգնելու վերաբերյալ, այսինքն դա ենթադրում է, որ այդ հարաբերության համատեքստում կարող են այստեղ մզկիթներ հայտնվել, ադրբեջանցի փախստականներ տեղափոխվել, եւ այդ ամեն ինչը արվելու է պատերազմյան այդ դամոկլեան սրի ներքո եւ չի լինելու փաստաթուղթ։ Խաղաղության փաստաթուղթ չի լինելու, այո, Հայաստանի Հանրապետության վրա շարունակելու են ճնշումներ գործադրել, քանի այս կառավարությունը, որտեղ այս իշխանության օրոք Հայաստանի Հանրապետությունը կրել է պարտություն, ուզում ենք թե չենք ուզում։ Ուզում ենք ասել, որ պարտությունը կրել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, ուզում են մեղքը ջարդել բանակի վրա, կապ չունի, փաստացի դու հայրենիքի 1/3-ը զիջել ես, եւ իհարկե նոնսենս է, շարունակում ես դու պաշտոնավարել։ Շանտաժի միջոցով, որովհետև ժողովրդին ասում ես, եթե ես գնացի, ով էլ գա, գալու է ռևանշիստական ուժ, որը բանը երկիրը տանելու է պատերազմի ճանապարհով, ես այս առումով ես հիշում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը, հրաժարականի տեքստում, որ նշում է, որ ես հեռանում եմ եւ այլն եւ գալիս է իշխանության պատերազմի կուսակցությունը։ Բայց այդ ժամանակ պատերազմի կուսակցությունը չեկավ իշխանության։ Համենայն դեպս դրանից հետո ռազմական կոնֆլիկտ, հա, բացահայտ կոնֆլիկտ Ադրբեջանի տեղի չունեցավ։ Ես ասեմ, որ այսօրվա իշխանությունից շատ բան է կախված այն առումով, որ շուտ հրաժարական տան, բայց խաղաղության եւ պատերազմի առումով ոչինչ կախված չի, որտեղ իրանք ոչինչ չեն որոշում։ Եթե մի ուժի անընդհատ ճնշման են ենթարկում եւ այդ ուժը գնում է զիջումների, ինչ պետք է սպասեն։ Եվ այս պարագայում արդեն իմ մոտ այն մտայնությունն է ձևավորված, որ սպասարկելով արտաքին օրակարգ իրանք ուղղակի չեն կարող նաեւ հեռանալ այսօր իշխանությունից։ Իրենց թույլ չեն տա արտաքին ուժերը, փաստորեն։ Կարելի է նաև այդպես ենթադրել, ինչքանով որ օրինակի համար փորձեն հիմնավորել, որ Հայաստանի Հանրապետությունը այսօր ինքնիշխան է, անկախ է, սուվերեն է, բայց փաստացի այսօրվա կառավարության քայլերը ցույց է տալիս, որ նրանց ձեռքերը կապված են։ Եվ էլի ասեմ, արմատները գնում է դեպի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի փաստաթուղթ, եւ հենց հարց է այդ կապիտուլյացիայի փաստաթուղթը, որը հրապարակել են, արդյոք ունի գաղտնի հոդվածներ։ Արդյոք կան պայմանագրի ինչ-որ կետեր, պայմանագրի ինչ-որ ենթաշերտեր, որոնց մասին մենք չգիտենք։ Հարց 1, հարց 2, այսպես ասած խորհրդապահական։ Հնարավոր է դրանից հետո որևէ պայմանագիր են ստորագրել, որևէ ճանապարհային քարտեզ են ստորագրել,
որը փորձում են աստիճանաբար հրամցնել մեր հասարակությանը եւ այդ համաձայնության թե բանավոր, թե գրավորի համատեքստում խոսվում է եւ եկեղեցին ջարդելու, հնազանդեցնելու մասին եւ հայրենակի գաղափարը աղճատելու Եվ ինչու՞ չէ, սահմանադրությունը փոխելու, որովհետև փաստացի այսօր եկեղեցու դեմ արշավը գնում է սահմանադրության համապատասխան հոդվածների խախտմամբ։ Եկեղեցին անջատ է, ինչպես մնացած կրոնական կազմակերպությունները։ Մենակ եկեղեցին չի։ 2024 թվականի դեկտեմբերի դրությամբ Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրում գրանցված է 67 կրոնական կազմակերպություն։ 67 Եթե ավանդականները հանենք, պատկերացնում եք, չէ՞, քանի կազմակերպություն կա ու ինչով են դրանք զբաղվում ստեղ։ Անհասկանալի է։ Այդ հարցերին անդրադառնալու փոխարեն Նիկոլ Փաշինյանը Գերմանիայում օտար երկրում եւ նաեւ Ադրբեջանի ներկայացուցիչների ներկայությամբ խոսում էր անհանգստացած խոսում էր այն մասին, որ բա իրենք չգիտեն, բա մենք չգիտենք, ասում է թե առաքելական եկեղեցին ինչ ֆինանսներ է ստանում, որտեղից են հոսում այդ աղբյուրը, ֆինանսական աղբյուրը որտեղից է։ Երբևէ ես չեմ լսել, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը օրինակ խոսեր այն մասին, թե աղանդավորական որոշ կազմակերպություններ, որոնք կրոնական կառույցների անվան տակ թաքնված, ինչ են անում մեր երկրում։ Քայքայիչ աղանդի ներկայացուցիչներ կան մեր երկրում, գործում են դրանք։ Մասնագետները ժամանակին բարձրաձայնել են այդ մասին։ Ինչու Նիկոլ Փաշինյանը այդ մասին չի խոսում, բայց նրան հետաքրքրում է հայ առաքելական եկեղեցու ֆինանսական հոսքերը։ Ասենք երբևէ կլսեիք, պարոն Սաբգուլյան, որ Հռոմի պապին, ասենք օրինակ Մակրոնը նման հարց տար, հա, կամ որևէ կաթոլիկ երկրի ղեկավար ուղեր նման հարցեր Վատիկանին։ Ես ուղղակի չեմ պատկերացնում, սա ծրագիր է, դուք ճիշտ եք ասում, ներողություն խնդրում, բայց դուք կենտրոնանում եք նոյեմբերի 9-ի այսպես կոչված կապիտուլյացիոն, ոմանք նույնիսկ համարում են, եթե դա տեղի իրականանար, գուցե ավելի լավ կլիներ, քան այսօրվա իրավիճակն է։ Հետո դրանից հետո շատերն էին խոսում այն մասին, որ Փաշինյան-Ալիև այո բանավոր բազմաթիվ պայմանավորվածություններ են եղել, որոնց մենք անտեղյակ ենք։ Իսկ ավելի ողբերգականը մեր համար օգոստոսի 8-ը չէ, այդ համաձայնությունը այսպես կոչված ճանապարհի թրիփի հետ կապված, հա, այդ ճանապարհի բացման հետ կապված, որը Ադրբեջանը համառորեն Զանգեզուրի միջանցք է անվանում, արդյոք հենց սա առավել վտանգավոր փաստաթուղթ չէ, քան նոյեմբերի 9-ը։ Գոնե նոյեմբերի 9-ի մեջ մի քանի անգամ Արցախը կար, Բերձորը կար, այսինքն կային բոլորովին այլ իրավիճակեր։ Իսկ հիմա մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ չունենք Արցախ, երբ ինչի մասին է խոսքը, Սյունիքն ենք կորցնում, Սևանն ենք կորցնում, չգիտեմ ինչ է կատարում, հայտնվում են Երևանում, ադրբեջանցիներն այդպես են հայտարարում։ Լավ, լսում եմ ձեզ, խնդրեմ։ Արմինե ջան, ուրեմն մի քանի հարցեր պարունակում։ Հա, այսպես քանի որ դուք ընդհանուր խոսում եք, հարցերս ընդհանուր են լինում։ Վերաբերվում է օգոստոսի 8-ի հռչակագիր ասեմ, պայմանագիր ասեմ, բայց վերջնական հլը փաթեթը չի երևում դրա։ Ես դրան տվել եմ մի որակում, որը անվանում են պատերազմող խաղաղություն։ Որտեւ այդ որակման մեջ ոնց որ հակասություն կա, հա, խաղաղությունը պիտի պատերազմող չլինի։ Բայց ինքը պատերազմող խաղաղություն, որովհետև մեր հարաբերությունները այսօր տարածաշրջանային դերակատարների հետ, սկսած Ադրբեջանից մինչև Միացյալ Նահանգներ, կարող եմ ասել վերփաստաթղթային։ Այդ հարաբերությունները ոչ սկսվում են, ոչ էլ ավարտվում են փաստաթղթային հարթության մեջ։ Ինչ է դա նշանակում։ Այսինքն, եթե դու այսօր դա ստորագրել ես, նույնը դիցուք, հա, նոյեմբերի 9-ը ստորագրել ես, հետո օգոստոսի 9-ին այդ Թրամփի ուղի, որը անընդմեջ Իլհամ Ալիևը եւ իր կառավարության ներկայացուցիչները ասում են Զանգեզուրի միջանցք, մեր կողմից էլ հակադարձը նաեւ լինում է, դե օբյեկտիվորեն նշենք, որ դա Թրամփի ուղի է եւ այլն ճանապարհ է մի խոսքով։ Ինքը բազմաշերտ է, այն առումով, որ դուք այդ բանը, հողակտորը կամ այդ հատվածը որոշակի պայմանավորվածություն կա հայկական եւ ամերիկյան կողմի հետ, որ տրամադրում եք իրեն, այսպես ասած։ Դրանից հետո ասացին, որ չէ, նման բան չկա։
Բայց խնդիրն այն է, որ այդ ամբողջը այսօր տարածաշրջանում, ելի եմ կրկնում, տեղի ունենում մեծ թուրանի շայրի սպասարկման համատեքստում եւ եկեղեցու դեմ արշավ եւ այդ միջանց կոչեցյալը եւ այս առումով մենք ունենք տարբերակելու եւ գլոբալ խնդիրները, տարածաշրջանային շահերը եւ նեղ ազգային շահերը։ Հիմա եթե կա որոշակի ներքին պայմանավորվածություն, որ Հայաստանը պետքա դառնա տարանցիկ երկիր ինչ-ինչ ուժերի համար։ Դա չի նշանակում, որ մեր ողջ ազգային ինքնության արժե համակարգը առաքելական եկեղեցիով հանդերձ մենք պետք է դնենք զոհասեղանին եւ հրաժարվենք մեր պատմությունից, մեր անցյալից, որպեսզի մի քանի երկիր իրար հետ կարողանան առևտուր անել։ Կամ Հայաստանի Հանրապետությունը օգտվի իրավիճակից, փորձի ճակերտյալ խաղաղ ժամանակաշրջան, այսպես ասած, գեներացնի, որի ընթացքում փորձի տնտեսությունը զարգացնել։ Փաստորեն ինչ վերաբերվում է օգոստոսի 8-ի համաձայնագրին, մենք դեռևս ռեալ քայլեր չենք տեսնում այդ ուղղությամբ, որովհետև Հայաստան եւ Ադրբեջան հարաբերություններում կան մի շարք հարցեր, որոնք դեռևս մնում են չլուծված։ Նույն ինքը Իլհամ Ալիևը խնդրահարույց է համարել Հայաստանի Հանրապետության այսօրվա սահմանադրությունը եւ գտնում է, որ այնտեղ կան տարածքային պահանջներ։ Եվ այս առումով կոնկրետ հարցադրում է անում, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը փոխի իր սահմանադրությունը։ Սրան իհարկե հայկական կողմը հակադարձել է, բայց կարծում եմ այս հարցը մնում է օրակարգում։ Երկրորդ հիմնական հարցը դա Արևմտյան Հայաստանի հարցն է, ինչպես դուք նշեցիք, որ Արևմտյան Ադրբեջան Արևմտյան Ադրբեջանի հարցն է, Արևմտյան Հայաստանի հարցը իրանք արդեն լուծված են համարում։ Արևմտյան Ադրբեջանի հարցն է, որը Նիկոլ Փաշինյանը առաջարկում է ճանապարհային քարտեզ մշակել, որպեսզի Հայաստանում չօգտագործեն Արցախ տերմինը կամ Արցախի վերադարձ հասկացությունը եւ այլն։ Գիտեք, հարցերին, ազգային հարցերի նման մոտեցումը, ինչպես ինքը մի անգամ արտահայտվեց, քրիստոնեության վերաբերյալ, որ Հայաստանի ժողովուրդը քրիստոնյա է այն պատճառով, որ մի օր Տրթատ մեծը որոշել է հրովարտակ ստորագրել եւ ամբողջ ժողովուրդը դարձել է քրիստոնյա։ Սենց պարզ եւ թեթևամիտ վերաբերմունք չի կարելի տածել ազգային հարցերի վերաբերյալ։ Եթե դուք ձեր իշխանությունը, այսպես ասած, մինչ այդ ասում էր, որ Արցախյան հարցով ամեն ինչ լուծվելու է, Արցախը ճանաչելու ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս եւ դրանով հիմք է դրվելու երկարատև խաղաղության, մենք այսօր այդ խաղաղությունը բաց չենք տեսնում։ Լսում ենք բազմաթիվ ելույթներ, միմյանց հակասող թեզեր ու մոտեցումներ, բայց խաղաղության ոչ սկիզբը կա, ոչ էլ վերջ։ Եվ մի փոքր նշում այն հանգամանքը, որ այսօր սահմաններում մասնավորապես մենք ԶԼՄ-ներում չենք տեսնում, որ հրադադարի խախտում կա, դա չի նշանակում, որ Հայաստանը թևակողել է խաղաղության ժամանակաշրջան։ Հայաստանի համար պատերազմական իրավիճակը դեռ ավարտված չէ։ Շատ լավ, թեպետ այո, իրենք բոլոր հարթակներից խոսում են միայն խաղաղության մասին եւ վստահ եմ, որ հենց այդ լոզունգով էլ գնալու են անպայման այս ընտրություններին, նորից ժողովրդին փորձելով այդպես քվեները շահել ժողովրդի։ Ես ուզում եմ անդրադառնալ եւս մեկ հարցի, բավական մտահոգիչ քաղաքագետ Արթուր Խաչիկյանն էր վերջերս տարածեց դոկտոր Ջոն Էյբների քրիստոնեական միջազգային համերաշխության իրավապաշտպան կազմակերպության նախագահն է Շվեյցարիա եւ Միացյալ Նահանգներում, հա, այսպես կետերով նա նշում էր այդ անձնավորության, այդ իրավապաշտպան կազմակերպության նախագահի
բարձրաձայնած մտահոգությունները Հայաստանի հետ կապված։ Տեսեք, նա ասում է, որ Վաշինգտոնը տարածաշրջանը հանձնել է թուրք-ադրբեջանական տնօրինությանը եւ Էրդողանը կառավարելու է տարածաշրջանը ԱՄՆ անունից, փոքրիկ Հայաստանը կարող է կլանվել Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից։ Շարունակելով ասում է Հայաստանը ստիպված է խաղաղություն ընդունել հնազանդորեն ենթարկվելով ինչպես Օսմանյան կայսրության ժամանակ ընդհանուր մինչև այսպիսի մի կետ կա, ասում է հայերը ապրելու են իրենց երկրում Հայաստանում որպես էթնիկ փոքրամասնություն, ինչպես Թուրքիայի եւ Ադրբեջանի տարածքում, այսինքն վերանում է հայկական պետականությունը։ Սա բավականին մտահոգիչ մարդիկ, այս անկեղծ ասած, այս փաստաթուղթը, որը մենք տեղադրել ենք, ավելի ճիշտ ուղղակի կետերով ներկայացրած Խաչիկյանի կողմից այս նյութը մեծ անհանգստության տեղիք է տվել պարոն Սարգսյան, եւ մարդիկ ուզում են հասկանալ, սա իրականություն է, թե ինչ է կատարում։ Գուցե մենք քարոզչական տեղեկատվական պատերազմում ենք եւ մեր դեմ ուղղվում են տարբեր այսպես ինֆորմացիաներ, մեզ փորձում են մեր զգոնությունը թուլացնել մի մասն ուզում է մեզ այսպես ավելի վախեցնել ուղղակի մեր հասարակությանը, ինչ է կատարվում ի վերջո, որովհետեւ ըստ այս կետերի հայերը պետք է ասում են ընդամենը եթե ուզում եք որպես հայ ժողովուրդ մնալ մի փոքրամասնություն պիտի գոնե պահեք ձեր եկեղեցին որպեսզի ձեր այս ազգային այդ ազգ լինելը չկորցնեք ձեր ինքնությունը չկորցնեք սա մի մեծ ահազանգ է հա ես չեմ կարծում որ անլուրջ կարող է սա լինել ես կուզեմ որպես մասնագետ ձեր կարծիքը լսել ինչի հետ մենք գործ ունենք ինչ է կատարվում որտեղ անընդհատ ասում ենք չէ որ այս իշխանության վարվող քաղաքականությունը հանգեցնում է հայկական պետականության կործանմանը, մեր ինքնությանն է հարված ուղված։ Մենք դա տեսնում ենք, չէ, այս քաղաքականության արդյունքում։ Եվ հիմա մեր ձեռքի տակ նաև հայտնվում է նման ինֆորմացիա։ Ձեր կարծիքը կուզեմ իմանալ եւ ինչ պետք է անենք, խնդրեմ։ Գիտեք ինչ, ես նշեցի արդեն, որ այսօրվա կառավարությունը իր քաղաքականությամբ կամա թե ակամա սպասարկում է արտաքին շահեր։ Ուզում է, չի ուզում, բոլոր քայլերը տանում են նրան, որ հենց իրենք սպասարկում են արտաքին օրակարգ։ Տարածաշրջանում ընթանում է ազդեցությունների վերաբաշխում։ Եվ ընդհանրապես աշխարհում ընթանում է այդ գործընթացը, շատ չտարածվելով հայտնի է ռուս-ուկրաինական կոնֆլիկտը, հայտնի է նույն սիրիական իրադարձությունները վերջի շրջանում։ Եվ այս առումով այո, տարածաշրջանում ընթանում է։ Բայց եթե մենք հիմք վերցնենք բոլոր հոռետեսական մոտեցումները եւ մտածենք, որ մենք ոչինչ չենք կարող անել, շատ դեպքերում նման թեզերը, որոնք կարող է եւ օբյեկտիվորեն ճշմարիտ են, սակայն երբ ստանում են հասարակական լայն արձագանք, եւ այսպես ասած ժողովուրդն էլ դա անցալում է որպես կատարված իրողություն։ Իդեպ այդ քարոզչական մեխանիզմը շատ վարպետորեն իրանք իրականացնում են, հա։ Դիցուք օրինակ ընտրություններից առաջ հարցում են անում, գրեթե բոլոր երկրներում բոլոր իշխանությունները, անվանի միջազգային կազմակերպությունների միջոցով եւ այդտեղ միշտ երևում է, որ իշխող թիմը ավելի մեծ ցուցանիշ ունի։ Հիմա բնականաբար գլոբալ առումով թուրք-ադրբեջանական ուժերը կարող են օգտագործել քարոզչական բազմաթիվ միջոցներ, բազմաթիվ հնարքներ, որովհետև այս ուղղությամբ հսկայական գումարներ են ծախսվում, եւ բնականաբար տարբեր թեզեր կարող են շրջանառել։ Դա ինչ է նշանակում, անկախ խորանալով այդ անձի մեջ, թե ինչ վերլուծություն արել, նման թեզ է։ Նշանակում է, որ հայ ժողովուրդ ընդունեք այն կարգավիճակը, որը մենք ձեզ ասում ենք, հրաժարվեք ձեր պատմական անցյալից, հրաժարվեք նաև ձեր ազգային ինքնությունից, որովհետև եկեղեցին է մնացել որպես ազգային ինքնության խրամատ։ Այսօր պայքարը եկեղեցու դեմ էլ չէ, հոգևորականների դեմ էլ չէ, այսօր պայքարը մեր ազգային ինքնության դեմ։ Հայ առաքելական եկեղեցին ի տարբերություն այլ կրոնական հաստատությունների, համեմատենք նույն կաթոլիկականի հետ, հա, ինքը ազգային է։ Չեն ասում ազգային կաթոլիկական եկեղեցի։ Կաթոլիկականը կաթոլիկական է կրոնական կազմակերպություն։
իսկ մեր ազգային առաքելական եկեղեցի։ Եկեղեցու առաջնորդին կաթողիկոսին ընտրող ազգային եկեղեցիական ժողովի 25-ից 30% անդամները աշխարհիկ մարդիկ են։ Հա, կա կարդինալների կոնկլավը, որոնք ընտրում են Հռոմի պապուն, այնտեղ աշխարհիկ մարդ չկա։ Եվ եկեղեցին ոչ պետականության ժամանակաշրջանում շատ հետաքրքիր առումով եւ աշխարհիկը եւ հոգեվորը բնականաբար ազգային համատեքստում պահել։ Եվ այսօր հարվածելով եկեղեցուն իրենք հարվածում են մեր արմատները։ Ինչ պիտի անենք։ Պետք է չտրվենք նման սադրանքների։ Պետք է ավելի լավատեսորեն տրամադրվենք մեր երկրի, մեր պետության ապագայի նկատմամբ։ Բայց այդ լավատեսությունը պետք է չլինի կեղծ թեզերի վրա հիմնված։ Ով չի ուզում խաղաղություն։ Որևէ ժողովուրդ կա, որը հայտարարում է, որ ինքը ուզում է անպայման պատերազմ։ Բոլորն էլ ուզում են խաղաղություն։ Խոսքը ժողովրդի մասին է, բան ռազմատենչ իշխանությունների մասին չի, կամ կեղծ խաղաղասիրական իշխանությունների մասին չի խոսքը։ Այսօր եթե նույն Ադրբեջանի նախագահի տարբեր հայտարարությունները համադրենք, միտեղ կոչ է անում, որ Հայաստան եւ Ադրբեջան ռազմական կոնֆլիկտի ժամանակաշրջանը ավարտված է, մյուստեղ հայտարարում է, որ բանը կեցե բանը Արևմտյան Ադրբեջանը մենք մեր պատմական հողերին տեր ենք առնել։ Որն է ճշմարտությունը, որը մենք կարող ենք ընդունել որպես հիմք, որպեսզի կառուցենք մեր հարաբերությունները տարածաշրջանում հարևանների հետ։ Երբ որ նույն մարդը, նույն ղեկավարը տարբեր միջոցառումների ժամանակ, գրեթե նույն ժամանակաշրջանում անում է իրար հակասող հայտարարություններ։ Այս առումով հատկապես շատ կարևոր է մեր երկրում մտավորականության դերը։ Եթե մտավորականության մեջ էլ այն ճեղքը, որը փորձեցին եւ փորձում են մտցնել եկեղեցում, հաջողեցին, վերջի պլաց դառնա Հայաստանի Հանրապետության, այսպես ասած, դիմադրության խրամատը մնում է քաղաքացի։ Այսինքն բանակը ջարդեցին, եկեղեցին փորձում են ջարդել, վերջում մնում է ազատ քաղաքացի։ Եվ այդ ազատ քաղաքացին, որին տեղադրում ենք նույն այդ ձեր հնչեցրած թեզի համատեքստում, որ պիտի լինի հայկական թաղամասի ներկայացուցիչ։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունում բնակչությանը ուզում են վերածեն բանը փոքրիկ օջախի։ Այս առումով մենք իրոք մտածելու բան ունենք, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է ընկճվենք եւ դա որպես կատարված արդեն իրողություն ընդունենք եւ շարունակենք բանը եւ դադարենք ավելի շուտ պայքարել։ Պարոն Սաբգուլյան, ներողություն, եթե իրականանա Ալիևի ծրագիրը 300,000 ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում, թիվն էլ գնալով աճում է, սկզբում 100 քանիս էր, դարձավ 300 քանիս, հիմա ավելի են ասում։ Կարծում եմ այս ծրագիրը, որը ես ընթերցեցի, կիրականանա։ Այո, մենք կարող ենք դառնալ մեր հայրենիքում փոքրամասնություն։ Հիմա պետք է մտածենք ոնց է դրա դիմացն առնում։ Այս իշխանության արկայությամբ հնարավոր է կանխել այն վտանգը, որն ուղղված է մեր ինքնության դեմ, մեր երկրի, մեր պետականության։ Ոչ, սահմանադրական ճանապարհով պետք է այս իշխանությանը ճանապարհել։ Քաղաքական հայտ ներկայացնող կազմակերպությունները, քաղաքացիական նախաձեռնությունները պետք է հնարավորինս մի կողմ դնեն իրենց անձնական շահերը ու նեղ քաղաքական հավակնությունները, համախմբվեն եւ կարողանան միասնական ճակատով ներգրավել, դիմագրավել եւ ներքին եւ արտաքին ճնամով։ Այս առումով միանշանակ միասնություն է պետք գոնե ընդդիմադիր դաշտում։ Ինչը իհարկե մենք չենք տեսնում, որովհետեւ ավելի շատ տեսնում ենք առանձին քաղաքական ուժեր, որոնք լծվել են ոչ պաշտոնապես նախընտրական արշավի, բայց ես հուսով եմ, որ կգա մի պահ, հատկապես հունվարից հետո 2026 թվականին, իրավիճակը այս դաշտում ավելի կզարգանա եւ կփորձեն համախմբվել, որտեվ իրականում առանձին մեկ կամ երկու քաղաքական ուժը այսօր չեն կարողանալու դիմագրավել այն վտանգը, որը բխում է այս իշխանություններից։ Այո, թեպետ ցանկալի կլիներ, որ մինչև ընտրությունները հնարավոր լիներ, չգիտեմ, ինչ տարբերակով, իհարկե սահմանադրական տարբերակի մասին եմ ես մտածում, իմպիչմենտն էր, չէ, խոսում էին իմպիչմենտի մասին, բայց փաստորեն դա էլ տեղի չի ունենում։
Բայց ստացվում է, որ մենք բոլորս երկիրը գնում է դեպի ընտրություններ։ Ստացվում է միակ հույսը 2026-ի ընտրություններն են։ Եվ այդ ընտրություններում այո, միակ հույսը մնում է ընդդիմության համախմբումը։ Եթե կա եզրափակիչ խոսք, պարոն Սարգսյան, կլսեմ եւ ավարտենք։ Շատ լավ։ Ես կարծում եմ, որ մեր հասարակությունը պետք է ի վերջո այս թմբիրից սպասողական իրավիճակից դուրս գա եւ ընտրությունների ժամանակ, համապետական ընտրությունների ժամանակ ցույց տա, որ իր համար թանկ է իր եկեղեցին, իր պատմությունը, իր հայրենիքը։ Իսկ թե ինչպես կկողմնորոշվի եւ ինչ ուժի կընտրի, դա կտեսնենք նաեւ մոտ ապագայում։ Այսքանը։ Շնորհակալ եմ, պարոն Սարգսյան, ես ցեղեկացնեմ իմ հեռուստադիտողներին, որ հեռավար կապով այսօր ես զրուցում էի պատմաբան Արեգ Սարգսյանի հետ, լավ եղեք, կհանդիպենք։